Շնորհակալություն, սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք գլխավոր դատախազի տարեկան զեկույցը եւ մինչ իմ բուն ելույթին անդրադառնալը կուզեմ ափսոսանք, ցավ եւ տհաճություն արտահայտել 3 ազգային ժողովի այս ամբիոնում վարչապետի վարքագծի վերաբերյալ, որովհետև անկեղծորեն ես վատ եմ զգում, որ ես գտնվում եմ այն նույն սրահում, որտեղ Հայաստանի թիվ 1 բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրսևորում է այդպիսի վարքով։ Իհարկե ես դրա մասով համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել եմ արդեն եւ երկուշաբթի օրը համապատասխան կառույցները կստանան բոլոր դիմումները։ Տիկին դատախազ, անցած տարի ես այստեղ երբ որ ելույթ ունեցա եւ հայտարարեցի մի շարք կոռուպցիոն գործարքների մասին, ես ձեզ խնդրեցի այս 1 տարվա ընթացքում դուք դրանցով զբաղվեք եւ հաջորդ հաղորդման ժամանակ տեղեկացնեք, թե ինչ եք արել։ Ես ձեր հաղորդման ժամանակ անկեղծ ասած չտեսա այդ տեղեկությունները, չլսեցի եւ հիմա շարունակելու եմ դրանց մի մասի հիշեցումը եւ նաեւ նոր դրվագներ եմ Երևան բերելու։ Հիշեցում համար 1 2023 թվականի հուլիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխող քաղաքացիական պայմանագիրը դրա համահավաք արեց 996 նվիրատուներ 509 միլիոն դրամ ստացան կամ մոտ 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար Մարդկանց անուններից փոխանցումներ արվեցին, որոնք որ հայտարարեցին, որ իրենք չեն արել այդ փոխանցումները, օրինակ Երեմյան Production-ի աշխատակիցները, որոնց տարեկան հասույթը չի բոլորում 2.5 միլիոնը, բայց ամեն մեկը 2.5 միլիոնի փոխանցումներ են արել ՔՊ-ի հաշվին։ Դուք այս հարցով ոչինչ չարեցիք տիկին դատախազ, համենայն դեպս ոչինչ չասացիք այդ մասին։ Եթե արել եք, կխնդրեմ ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեք, թե ինչ միջոցներ եք ձեռնարկել։ Հիշեցում 2 Մեկ տարի առաջ ձեր ուշադրությունը հրավիրեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արկա խնդիրների մասին, որը բոլոր վերահսկողությունից դուրս է։ Դուք այսօր խոսում եք ֆուտբոլի ֆեդերացիայի այլ գործի մասին, ես կարծեցի, թե սրան էլ եք անդրադարձել, բայց ոչ։ Խոսքս 2021 թվականին կազմակերպված մրցույթի մասին է Աբովյան քաղաքի մարզադպրոցի նորոգման։ Այդ մրցույթը երբ որ հայտարարվել է, ընկերություններից մեկը առաջարկել է 50 միլիոն դրամով նորոգել Աբովյանի մարզադաշտը։ Ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է եւ պայմանագիրը կնքել է մոտ 15 անգամ ավել արժեքով 783 միլիոն դրամով եւ այդ իհարկե ֆինանսավորել է UEFA-ն, բայց դա չի նշանակում, որ այդ գումարների հետևից դուք չպիտի գնաք։ Եվ ով է շահել մրցույթը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ֆուտբոլի ֆեդերացիայի կապը ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ Անտարային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հարևանը։ Մարդ, որը երբեք նախկինում այդպիսի խոշորածավալ շինարարության փորձ չի ունեցել։ Իդեպ հիշեցնեմ, այդ գերթանկարժեք նորոգված մարզադաշտում 2024 թվականի օգոստոսի 20-ին կայացած խաղի ժամանակ հոսանքազրկվեց նորակառույց, նորոգված մարզադաշտը։ Ինչ է կարել 1 տարվա ընթացքում, ես չհասկացա։ Հիշեցում 3 Տիկին դատախազ օրու մեջ համայնքային հողերի վերադարձի մասին եք ազդարարում, համայնքային սեփականության վերականգնման մասին եք խոսում, բայց ես չհասկացա դուք ինչ եք արել Ծաղկաձոր քաղաքում կառուցվող 40-50 միլիոն դոլար գնահատված համալիրի մեկնարկի մասին արված իմ հայտարարությունից հետո։ Հետքի լրագրողները 2021 թվականի ընտրությունից հետո, որ գնացել էին հունիսի 26-ին Ծաղկաձորի քաղաքապետարանում մասնակցել էին հանրային լսումների, որպիսի Պալադա Ծաղկաձոր ՍՊ-ի կառուցվելիք հյուրանոցի համար հանրային լսումների արդյունքում որոշեին ինչ է կառուցվելու, պարզել էին, որ արդեն Պալադա համալիրը, չունենալով սեփականության իրավունք, չունենալով շինթույլտվություն, արդեն նկուղային 2 հարկի շինարարությունները կազմակերպել է։ Բայց ո՞նց եք դուք համայնքային հողերը վերահսկում, եթե կոնկրետ խոշոր համալիրի ենթադրյալ ապօրինությունը ձեզնից շրջանցել է։ Եվ ուզում եմ հիշեցնել այդ հրապարակումները, որոնք արվել էին, որ այդ շինարարության մեջ ներգրաված էր նաև ազգային ժողովի նախագահի որդու կնքահայրը, որը հիմա արդեն այդ փաստաթղթերով այլևս սեփականատերերի ցանկում չկա։ Հիշեցում 4 Ես ձեզ նաև հանձնաժողովի նիստի ժամանակ հիշեցրեցի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան արգելանքը ով հանեց, երբ հանեց
ինչպես վաճառվեց Հովիկ Աբրահամյանի արգելանքի տակ գտնվող գույքը։ Ինչ հանգամանքներում 2022-ից քննում եք այս գործը։ Պարզա չէ, ստորագրել են մարդիկ, ովքեր որ հանել են արգելանքից։ Արգելանքի տակ գտնվող գույքը մի գիշերում վաճառեցին իշխանական սիրելի գործարար Նարեկ Նալբանդյանին։ Այս առեղծվածը ինչքան ժամանակ պիտի բացահայտվի։ Հիմա արդեն ավելի նոր գործերի մասին, հանրային հաշվետվողականության մասին շատ է խոսում։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, մարդիկ, որոնք գալիս էին մերժելու թալանը, մերժելու բյուջետային մսխումները, եւ մարդկանց պարտադրում են իրենց 50-100 դրամները հայտարարել, բայց իրենք հաշվետվություն չեն տալիս, ինչպես են ծախսում պետբյուջեի գումարները։ Տեղեկանք համար 1։ Ուզում եմ ասեմ, որ 1 ամբողջ օր ուսումնասիրել եմ ազգային ժողովի կայքը, տարբեր կայքերով, ընդ որում պետական մյուս ֆիննախ, պետեկամուտների կոմիտե, որպեսզի հասկանամ, օրինակ, ինչպիսի արդյունավետությամբ են ծախսվում գումարները հենց այստեղ, այս շենքում։ Եվ հետաքրքիր բաներ եմ բացահայտել։ Հիմա ես ցույց կտամ մի լուսանկար, սա Վիետնամի պատվիրակությունն է Հայաստանում։ Այս պատվիրակության մեջ ոնց նայեք, մի 3 նկար եմ տպագրել, ոնց նայենք, 1 տասնյակից ավել մարդ չկա։ Ուրեմն նայում եմ Զվարթնոց միջազգային օդանավակայաններին, այս այցի առիթով ազգային ժողովը կազմակերպել է դիմավորում ուշադրություն 133 անձի համար։ Այդ մարդիկ, ովքեր որ եկել են, որևէ մեկը այս պաշտոնական պատվիրակության լուսանկարներում չկան։ Հա, 133 հոգի, հա։ Մի ընդհատեք, Տիկին Թովմասյանն է խոսում, բայց Տիկին Թովմասյան։ Ես դրանք բարձրաձայնում եմ, որպեսզի բարձրվեն։ Տիկին Թովմասյան, այնուամենայնիվ իրոք շատ մեծ կազմով են մեր գործընկերները եկել, 100 աննախադեպ 131 թե 132 հոգի։ Բայց գործընկերները որտեղ էին այդ 133 հոգին, ոչ միտեղ։ Տիկին Թովմասյան, դուք, պարոն Եղան, լրություն, դուք եւ ձեր թերթը ժամը 1 ինձ եւ ազգային ժողովին հարցում եք ուղարկում, սկսած թե ինչի է աղմուկում գետը հարցից։ Հարցում ուղարկեք, բոլոր հարցերին պատասխանը ստանում եք։ Կարող եք Վիետնամի գործընկերներին մենք հնարել էինք։ Ես խնդրում եմ իմ ժամանակը վերականգնեք, որովհետև դուք խաղ։ Չեմ վերականգնում, բայց ես չեմ ընդհատի, վերջացրեք ձեր ելույթը։ Չէ, դուք ընդհատեցիք իմ ելույթը, դուք վերականգնեք, որովհետև ես շարունակում եմ իմ խոսքը, բայց ամենահետաքրքիրը այստեղ այդ պատմությունն էլ չի ավարտվում։ 133 հոգի եկել են, 144 հոգի գնացել են։ Ովքեր են ավելացել, ես տենց էլ չիմացա։ Այսինքն այս սրա մասին է խոսքը, որ հանրային հաշվետվողականություն չկա։ Ընդ որում այս փաստաթղթերը որևէ տեղ ազգային ժողովի որևէ հաշվետվության համար նախատեսված կայքերում չկան, ուղղակի տեղադրված չեն։ Բայց գտա նաև հետաքրքիր գնումներ, օրինակ մանկան խանութի սրահից, որ մանկան խանութ սրահից ազգային ժողովը պարբերաբար գնումներ է իրականացնում ազգային ժողովի կարիքների համար այդ վերնագրի ներքո, օրորոցային շնիկ խաղալիք, սեղան, սեղանի հավաքածու, խաղալիք տիկնիկ եւ այլ այսպիսի ազգային ժողովի կարիքների համար արված գնումներ։ Ու էլի չկա որևէ թափանցիկություն, այս գնումներում համար են արվում, որ երեխաներին են նվիրվում, ինչ առաջնահերթությամբ են դրանք տրվում այս կամ այն երեխային եւ ով է ընտրում։ Հաջորդը շատ հետաքրքիր մի դրվագի հանդիպեցի 47 դիզայն ՍՊԸ-ն, որի տնօրենը պարոն Սիմոնյան, ձեր ընկերն է Արսեն Մելիքսեթյանը, ազգային ժողովին պարբերաբար մատակարարում է 2023 թվականից սկսած տարբեր իրեր, արձանիկներ եւ այլն, հուշամեդալներ, 25-ին ունեք պայմանագիր, 24-ին ունեք հուշամեդալների պայմանագիր եւ նաեւ ես տեսա, որ 2023-ին այս ընկերությունից գնվել է ոսկե համրիչ, ԹԶԲ, մեր ժողովրդական լեզվով ասած։ Ու էլի չկա անհրաժեշտությունը դրա, այդ համրիչը ում է նվիրվել եւ այդ ոսկե համրիչի համար պետբյուջեից վճարվել է 2.200.000 դրամ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ սա բացահայտվի, թե ում է նվիրվել եւ արդյոք ինչքանով էր նպատակահարմար Հայաստանի ազգային ժողովի անունից որևէ մեկին ԹԶԲ նվիրելը։ Ցանկը շարունակելի է, ես իհարկե դրանց մասին դատախազին կտեղեկացնեմ եւ վերջում Տիկին դատախազ, ես ուզում եի, որ դուք ձեր ամփոփիչ ելույթում անդրադառնաք նաեւ Սամվել Վարդանյանի գործին, երբ որ ես հանձնաժողովի նիստի ժամանակ ձեզ հարցրեցի,
Այդ ժամանակ դուք ասացիք, որ փորձաքննությունը չի եկել։ Փորձաքննությունը եղել է փետրվարին, եւ դրանից հետո իրավապահներողություն փաստաբանները ուղարկել են միջնորդություն ձեզ, որպեսզի Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում, դուք այդ միջնորդությանը չեք պատասխանել առ այսօր, մինչդեռ 7 օրվա ժամկետում պիտի պատասխանեիք։ Դիմումը գրվել է միջնորդությունը ապրիլի 28-ին։ Ես կուզենամ, որ դուք տեղեկություն տաք նաեւ, թե ինչ է տեղի ունեցել այս գործով, որտեղ Սամվել Վարդանյանի խոշտանգողները արդեն 1 տարուց ավել բացահայտված չեն։ Իսկ մնացածի մասով իմ հաղորդումը ձեզ ուղիղ եմ ներկայացնում, որ հաջորդ տարի չգաք ու ասեք, որ օրինակ, չգիտեմ, ինչ որ բան վրիպել է կամ ձեր ուշադրությունից վրիպել է։ Ես ուղարկում, հիմա կմոտեցնեմ ձեզ։ Շնորհակալություն, հաջորդիվ ելույթ կունենամ ես։